Ողջույն, եթերում ի ակումբի հերթական թողարկումն է։ Այսօր մեր ծրագրում դիտեք. Արդարադատության համակարգը չի արձագանքում, փոխարենն արձագանքում է ինտերնետ համայնքը, հայաստանցի միակ դատապարտյալ բլոգերին չի խանգարում անգամ համակարգչի և ինտերնետի բացակայությունը։ Երաժշտական մարտեր Skype-ի միջոցով գիգաբիտ խումբն իր ձայնային հարվածներով լցնում է YouTube-ը։ Ուսումնական ամառն ինտերնետում և ինտերնետից դուրս հանրապետության ամենաինտերակտիվ կրթահամալիրում ամռանը կյանքը նոր միայն սկսվում է։ Կոնֆերանս թե չկոնֆերանս։ Իհարկե չկոնֆերանս միանշանակ պատասխանում են երևանյան երրորդ բարքեմփի մասնակիցները։ Ինտերնետային աղմուկ ինտերնետից դուրս։ Չինաստանի զինվորականները արաբական աշխարհում իրադարձություններն անվանել են ինտերնետային պատերազմների սկիզբ, որոնք փոխարինելու են գալիս ավանդական պատերազմներին և դրա համար մեղադրել են ԱՄՆ-ին։ Չինաստանի բանակի ծրագրային հայտարարությունը հայտնել է Պենտագոնի հատուկ ռազմավարության հրապարակումից մի քանի օր անց։ Նոր ռազմավարությամբ ԱՄՆ-ն իրավունք է վերապահում ուժ կիրառել հաքերային հարձակում իրականացրած երկրների դեմ։ Այն դեպքում, երբ ատոմային պատերազմը ինդուստրիալ հասարակության ռազմավարությունն էր, ինտերնետային պատերազմը տեղեկատվական հասարակության ռազմավարությունն է, ասվում է Եժենգի և Ժաո Բաոսինի հոդվածում։ Չինացի զինվորականները գլոբալ ցանցն անվանում են ապագա հակամարտության մարտադաշտ։ Մերձավոր Արևելքում անկարգությունների ետևում ըստ չինացիների կանգնած են ամերիկյան իշխանությունները, տեղեկացնում է News.am-ը։ Gmail փոստային համակարգի կոտրված հասցեների ցանկում եղել են նաև ԱՄՆ Սպիտակ տան աշխատակիցների էլ փոստերը, այս մասին գրում է The Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ նախագահի ադմինիստրացիային։ Անվտանգության հարցերով փորձագետների կարծիքով հաքերները հույս են ունեցել, որ պետծառայողները օգտագործելիս կլինեն անձնական էլեկտրոնային փոստը պետական հարցերով քննարկումների ու նամակների համար։ ԱՄՆ նախագահի վարչակազմից տեղեկացրել են, որ հաքերներին չի հաջողվել ձեռք բերել ոչ մի պաշտոնական փաստաթուղթ։ Այս առիթով այժմ իրականացվում է հետաքննություն, որին օգնում է նաև Google-ը։ Google-ից տեղեկացրել են, որ կիբերհարձակումը հաջողվել է կասեցնել, սակայն մինչ այդ հաքերները, որոնք ենթադրաբար Չինաստանից են, արդեն հասցրել էին մուտք գործել մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոստարկղ։ Չինաստանի իշխանությունները հերքում են իրենց մասնակցությունն այս գործում։ ՉԺՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Խուն Լեին ասել է, որ Չինաստանին այս չարագործությունների մեջ մեղադրելն անհիմն է, հաղորդում է PC News.am-ը։ Live Journal-ի օգտվողները հնարավորություն են ստացել իրենց փոստերում տեղադրել Facebook-ի լայք կոճակները, նաև +1-ը, որ վերջերս միացրել է Google-ը։ Այդ մասին իր բլոգում հայտնել է SUP ընկերության արտադրանքի զարգացման տնօրեն Իլյա Դրոնովը, հաղորդում է Lenta.ru-ն։ Օրինակ, եթե փոստի հեղինակը ցանկանում է օգտագործել միայն Facebook-ի և Google-ի կոճակները, նա տեքստում միացնում է LJ գծիկ like buttons հավասար է Google Facebook tag-ը, տեղեկացնում է News.am-ը։ Facebook սոցիալական ցանցի լայք կոճակը ավելի մեծ աղմուկ է հանում, ինչպես գրում է The Wall Street Journal-ը, այդ կոճակը զետեղված է աշխարհի խոշորագույն 1000 կայքերի վրա, եւ դա մտորումների տեղիք է տալիս։ Ինչպես պարզել են լրագրողները, եթե անգամ չեք սեղմել լայք կոճակը, դա չի նշանակում, որ չեք այցելել այդ կայքը։ Դա կարող է օգտվողներին հետևելու պոտենցիալ գործիք դառնալ։ Նման հնարավորություն ունի նաև Twitter-ը։ Դա ևս մեկ անգամ բարձրացնում է ցանցում գաղտնիության հարցը, երբ կարդում եք հոդված օրինակ սնանկության մասին կամ մտնում դեպրեսիայի դեմ պայքարի բլոգ եւ սոցցանցերը կարող են իմանալ, թե որտեղ եք եղել, հաղորդում է News.am-ը։ Ռուսական Yandex որոնողական կայքի գինը մեկ օրում թանկացել է ավելի քան 55.36%-ով։ Ինչպես գրում է Gazeta.ru-ն, մինչև այժմ Yandex-ը գնահատվել է $8 միլիարդ, յուրաքանչյուր բաժնեմասը $25։ Իսկ ըստ NASDAQ-ի բորսայում կատարված գործարքների շնորհիվ ընկերության յուրաքանչյուր բաժնեմասի գինը բարձրացել է մինչև $38.84։ Շահույթը եղել է $1.3 միլիարդ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների շրջանում այս ցուցանիշն իր մեծությամբ երկրորդն է։ Առաջինը եղել է Google-ինը, որը 2004 թվականին ստացել էր $1.67 միլիարդ շահույթ, տեղեկացնում է Երկիր.am-ը։ Ավստրալիայում ստեղծված Ruby անունով ռոբոտը կարողացել է հավաքել կուբիկ Ռուբիկը ընդամենը 10.18 վայրկյանում։ Այսպիսով սահմանվել է նոր համաշխարհային ռեկորդ, հետաքրքիր է, որ մարդն այստեղ ռոբոտից արագ է։ Ֆելիքս Ջեմդեքսը այս տարվա մայիսի 7-ին Մելբուրնում կարողացել է կուբիկ Ռուբիկը հավաքել ընդամենը 6.24 վայրկյանում, հաղորդում է Top News.am-ը։ Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր օպերացիոն համակարգը Windows 8-ը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այն օգտագործման կհանձնվի առաջիկա 18 ամիսների ընթացքում, մինչև մյուս տարվա հոկտեմբերը։ Windows 8-ի շնորհանդեսը տեղի ունեցել Կալիֆոռնիայում և Թայվանում։
Նոր օպերացիոն համակարգի ստարտային էջը նման է բջջային հեռախոսների համար նախատեսված Windows Phone 7-ի նույն էջին։ Օգտագործման առումով այս համակարգը հարմար է լինելու ինչպես տան համակարգիչների, այնպես էլ սենսորային պլանշետային սարքերի համար, տեղեկացնում է Երկիր AM-ը։